Այդ ընթացքում գործընթացները կավարտենք, տեսնենք կգնա առաջ թե ոչ։ Համեցեք Տիկին Զորաբյան։ Ես ժամանակը պահեմ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, այն որ 4+4+4-ը չէր հանգեցնելու կոնսենսուսի, մեզ համար գոնե Բարգավաճ Հայաստանի համար դա միանշանակ էր, որտեղ քաղաքական ուժերը մեզանում առաջնորդվում են բացարձակապես այլ քաղաքական մոտիվացիաներով։ Այդուհանդերձ, դուք ասեցիք, որ առաջարկը Բարգավաճի միասնական ընտրական փաստաթղթով, մասնավորապես ID քարտով մասնակցելը խիստ ծախսատար է։ Չեք կարծում, որ տարբերակը 3 ձերի ընտրական փաստաթղթով մինչև 2008-ը տպած անձնագրերով, որի դեպքում նկարը չի կարդալու, անձնագիր ID քարտ, ինքը այդուհանդերձ լուֆտ է թողելու տարատեսակ մանիպուլյացիաների, դա մեկ հարց, եւ մենք ինչի ենք կանխորոշում ի սկզբանե դոնոր կազմակերպությունները կտան այդ գումարը, թե չէ, ինչն է խանգարում մեզ, գոնե մի քանի հարցերում, որտեղ կարծես թե կա կոնսենսուս, դա տեղամասերում տեսանկարահանումն է, դա միասնական ընտրական փաստաթուղթն է, գոնե այս փուլում, քանի դեռ որոշակի ժամանակ կա միջև ընտրությունները, գոնե 1 տարի ժամանակ դիմել բոլոր քաղաքական ուժերով դոնոր կազմակերպություններին, եթե իրենք կմերժեն, կասեն դա հնարավոր չի, այդ ժամանակ մենք կարձանագրենք, որ հնարավոր չի։ Երկրորդ հարցը, գիտեք, մենք իհարկե միանում ենք եւ միացել ենք բոլոր այն առաջարկներին, որոնք ներկայացրել են ընդդիմադիր մեր քաղաքական գործընկերները, եւս ներկայացնելով շատ ավելի վաղ մեր առաջարկները, բայց չեք կարծում, որ եթե անգամ բոլոր առաջարկները ընդունվի, նույնիսկ ցուցակները հրապարակվեն, 10 անգամ հրապարակվեն, միևնույն է, եթե անընդհատ դուք նշեցիք, որ հղում են անում քաղաքական կամքին, դա ամենակարևորն է։ Ես մեկ բանում միանշանակ վստահ եմ, որ եթե մենք ունենանք ամենաիդեալական օրենսգիրքը անգամ, միևնույն է, գտնվելու է դրա շրջանցելու տարբերակները, եթե իրապես չկա մտադրություն, գոնե մեկ անգամ մեր երկրում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Այնպես որ մեզ համար այդ բոլոր առաջարկները վերինացյանի ճշմարտություն չեն այն պարզ պատճառով, որ եթե դրանք դուք ընդունեք, միևնույն է, պիտի տեսնենք այդ քաղաքական կամքը կա, ազատ ընտրություն, տես մոտիվացիան չի երևում եւ նախորդ նաեւ թիմ ընտրությունները չբերեցին են համոզման, որ ինչ որ բան փոխվել է, ինչ որ մտայնություն փոխվել է, ինչ որ մոտիվացիա փոխվել է ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու։ Ես կուզենայի այդ խնդիրների մասին այդ 4+4-ում այնքան ենք խոսել, այնքան ենք, որից նրանց նորից չեմ ցանկանում անդրադառնալ։ Չեք կարծում, որ այդուհանդերձ միասնական ընտրական փաստաթուղթ, տեղամասերում տեսանկարահանում եւ մատնահետք, բայց մատնահետքով քվեարկությունը չպետք է լինի անիմաստ, այսինքն պետք է նույնականացվեց, ինչպես նշեց իմ գործընկեր Ստեփանը Մարգարյան, հետո ինչ ենք անում, անվավեր ենք ճանաչում, որ քվեարկությամբ որ քանակի դեպքում ենք անվավեր ճանաչելու 10 մատնահետք, որ պարզվեց, որ այդտեղ քվեարկելա, դա հիմքա, թե 5000 է պետք, ինչ որ ֆիքսվելու է անճշտությունների, որի դեպքում տվյալ տեղամասում ընտրությունները ճանաչվելու է անվավեր։ Շնորհակալություն։ Նախ այն, որ լուսանկարը չկա թվային շտեմարանում, դա պետք չի դարձնել իսկապես լուրջ խնդրեմ, բացատրեմ ձեզ ինչով, որովհետև անձնագրից լուսանկարը չի վերանում։ Անձնագրի լուսանկարը համեմատելը մարդու դեմքի հետ եւս չի վերանում։ Թվային շտեմարանում լուսանկարի արկայությունը մի դրական կողմ ունի։ Երբ մենք տպում ենք քվեարկության կտրոնը եւ նրա վրա տպում ենք անձի լուսանկարը, նորից եմ կրկնում, առաջնահերթը անձնագիրն է վերցրեցիր, պետք է ստուգես, այս լուսանկարում պատկերված անձն է ներկայացնում անձնագիրը։ Եթե մեզ հաջողվում է տպել քվեարկության կտրոնի վրա եւս լուսանկարը, դրական կողմը այն է, որ երբ մարդը մոտենում է քվեատուփին, կասկած շատ ավելի քիչ կա, երբ վերցնում ես քվեարկության կտրոն եւ վրան տեսնում ես լուսանկարը անձի։ Եվ նաեւ վստահված անձանց համար։ Սա ավելի շատ տեխնոլոգիական լուծում է, ավելի արագ գործընթացը կազմակերպելու, քան թե լրացուցիչ ինչ որ պաշտպանիչ միջոցներ է մտցնում։ ID քարտերի վերաբերյալ, Տիկին Զորաբյան, ես դեմ չեմ, նորից եմ կրկնում ID քարտերին, բայց քանի դեռ դուք չունեք միանշանակ երաշխիք ֆինանսական աղբյուրի վերաբերյալ, ինչպես ենք պատկերացնում դա ամրագրելը օրենքով։ Ամրագրեցինք օրենքով, ես ասեմ, որևէ դոնորի մոտ ցանկություն չի առաջանա ընդհանրապես որևէ բան ֆինանսավորել, որովհետև օրենքով ամրագրված է, ոնց ուզում եք գնացեք արեք, պարտք վերցրեք արեք, պարտատոմսեր տպեք արեք։ Եթե ուզում եք, մենք կարող ենք մտածել հետևյալի մասին։ Ամրագրել
այդ նորմը օրինակ հաջորդ ոչ թե հերթական, այլ դրա հաջորդ ընտրությունների համար, որտեղ այդ ժամանակ ամենայն հավանականությամբ մենք կհասցնենք կատարել եւ բոլոր հետաքրքրվածներին տրամադրել, չնայած անգամ այդ դեպքում կա մի կարևոր հարց. ինչ անել այն մարդկանց հետ, որոնք չունեն նյութական համապատասխան միջոցներ եւ չեն դիմում ID քարտ ստանալու համար։ Այսինքն այնուամենայնիվ ֆինանսական միջոցների հարցը Հայաստանի Հանրապետությունում առկա է։ Մենք կարող ենք իհարկե պայմանական փորձել գտնել ինչ որ մի ձևակերպում ասելով, որ եթե արկա եղան ոչ բյուջետային այլ միջոցներ, ապա այդ դեպքում կարելի է անցում կատարել հետևյալ կարգի, այսինքն քվեարկությունը կազմակերպել միմիայն ID քարտերով։ Բայց ես չեմ կարծում դա էլ է լավագույն լուծումը, որովհետև եթե մեզ հաջողվեր ID քարտերի անցնել, մենք պետք է փոխեինք գաղափարախոսությունը փոքր-ինչ։ Մենք այլևս ինձ թվում է ոչ թե այս ձևով պետք է գնային քվեարկության, այլ պետք է գնայինք այլ ձևով։ ID քարտերի արկայությունը նշանակում է, որ արկա է շտեմարանում մատնահետ կա։ Եվ ընտրողը մտնելով տեղամաս ոչ էլ պետք է իր փաստաթուղթը ներկայացներ, նա պետք է իր մատը դներ, սկանավորվեր մատը, եւ եթե համակարգը գտնում էր իրեն ընտրողների ցուցակում, որտեղ մատնահետքերը կարելի էր դեպքում պահել հենց ընտրողների ցուցակում, ապա անմիջապես ասում էր՝ սա Դավիթ Հարությունյան ընտրողն է, համեցեք։ Եվ շարունակում էր։ Եթե չէր գտնում, նոր միայն այդ դեպքում պահանջել անձի փաստաթուղթը եւ անցնել գործընթացի այս մեխանիզմով, որը ես ձեզ քիչ առաջ ներկայացրեցի։ Բայց պատրաստ ենք քննարկելու պայմանական ձևակերպումները եւ եթե հաջողված ձևակերպումներ գտանք, որոնք չեն խանգարի մեր աշխատանքին, իհարկե կարող ենք նաեւ զետեղել։ Նույնը վերաբերում է տեսա նկարահանմանը։ Պատրաստ ենք քննարկելու եւ հաջողված ձևակերպումների պարագայում գրելու, բայց դարձյալ պայմանական։ Այսինքն, եթե ձևավորվեցին ոչ բյուջետային միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում դա անելու, ապա եւ այլն։ Քաղաքական կամքի վերաբերյալ։ Իհարկե կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց երբ կա կասկածամտություն, շատ կարեւոր է, որպեսզի հնարավոր լինի բացահայտել ինչ է տեղի ունեցել իրականում։ Եթե պատկերացրեք մի պահ, որ յուրաքանչյուր բնակարանում եւ բոլոր փողոցներում եւ բոլոր շենքերի վրա լինեին տեսախցիկներ։ Կաճեր գողությունների թիվը թե ոչ։ Իհարկե չէր աճի, հակառակը կնվազեր, որովհետեւ յուրաքանչյուրը կիմանար, որ իր գրեթե բոլոր քայլերը ֆիքսվում են։ Այս ընտրական գործընթացում բացառությամբ կամ արտահայտության ընտրողի, երբ նա իր ձայնը տալիս է այս կամ այն տեխնացուին, մյուս բոլոր քայլերի հետ կապված մենք փորձել ենք անել առավելագույնը, որ յուրաքանչյուր անձ, որը մասնակից է գործընթացին եւ ունի այլ նպատակներ, քան պատշաճ ընտրությունների անցկացումը, իմանա ամեն ինչ բացահայտվելի է։ Ուշադրություն դասեք, քվեարկության կտրոնի վրա մենք տպում ենք ընդհանուր անգամ ժամը։ Ինչի համար։ Որտեղ այն անձը, որը կանգնած է քվեատուփի մոտ, ստանալով քվեակտրոնը ոչ միայն նայելու է արդյոք էս տեղամասի քվեարկության կտրոնը եւ արդյոք վրան արկա է այս հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, այլ նաեւ տեսնելու է ժամը։ Եվ եթե տեսնի օրինակ 2 ժամվա տարբերություն, հա, պարզ է, չէ՞, որ ինչ որ բան են չի տեղի ունենում։ Այսինքն մենք փորձել ենք անել առավելագույնը, որպեսզի անմիջապես կարմիր դրոշակի պես վերցցվեն հնարավոր ընտրախախտումները։ Եվ քաղաքական կամքը արկա է հենց այն պատճառով, որ մենք առաջարկում ենք այս մեխանիզմները։ Իհարկե երկաթ գծի անցման կետում կարելի է ընդհանրապես կարմիր լույս կախել, բայց այնուամենայնիվ արգելափակոց եւս դրվում է։ Եվ մենք դնում ենք ոչ թե մեկ, այլ բազում արգելափակոցներ, որոնք կարծում եմ պետք է ձեզ հուշեն, որ մեր քաղաքական կամքը արկա է։ Ուղղակի մենք փորձում ենք գտնել մեխանիզմներ, որոնք անգամ էական չի ով, անգամ ամենամեծ ցանկության դեպքում կարմիր դրոշակի պես իր արժև լինեն։ Ուշադիր եղիր, քո բոլոր քայլերը հնարավոր է 100%-անոց ճշտությամբ վերականգնել։ Արձագանքի համար Նաիրա Զոհրաբյան։ Իմը միացավ, երևի հիմա ձերն էլ կմիանա, քարտուղարություն։
Երկրորդ Հարությունյան, ինչն է խանգարում մեզ, օրինակ, այս քննարկումներին զուգահեռ, գոնե այն խնդիրների շուրջ, որտեղ կարծես թե ունեն կոնսենսուս, տեղամասում տեսանկարահանել ընտրական process-ը։ ID քարտի համար միգուցե, այո, մենք հաշվել ենք, որ գումարը մեծ է, բայց միգուցե որևէ դոնոր կազմակերպություն համաձայնում է այս պայմաններով այդ տրամադրել։ Ինչն է խանգարում մեզ հենց վաղը քաղաքական ուժերով դիմել նշյալ կազմակերպություններին, նշելով մեր մտահոգությունները, մեր խնդիրները, այն խնդիրները, որոնք բյուջեն իր վրա չի կարող վերցնել։ Ես կրկնում եմ, մենք ի սկզբանե գիտեինք, որ լայն կոնսենսուս բոլոր խնդիրների վերաբերյալ չի լինելու, որովհետև մեր քաղաքական ուժերը ցավոք սրտի աշխատում են 2017 թվականի ապրիլի 2-ի ռեժիմով այլևս, աշխատում են ընտրողի վրա, աշխատում են, որ Facebook-յան մի օգտատեր հանկարծ չգրի, որ վայ քննարկումների ժամանակ հանկարծ մի հարցի շուրջ համաձայնվեցին։ Ինձ համար ի սկզբանե պարզ էր, Բարգավաճ Հայաստանը մասնակցում էր, ի սկզբանե հասկանալով, որ չի լինելու կոնսենսուս։ Հնարավոր չի, որովհետև ցավոք սրտի Հայաստանում կոնսենսուս երկխոսություն եզրույթները վերածվել են, միմյանց հետ հարաբերվելու միակ եզրույթը մնացել է մարդաբոյը։ Մենք դա սկզբանե գիտեինք, բայց բոլոր ֆորմատներին մենք մասնակցել ենք եւ շարունակել ենք մասնակցել։ Հիմա եկեք միասնական գոնե այս երկու հարցում, որտեղ կարծես թե մոտավոր կոնսենսուս կա, վաղը դիմենք դոնոր կազմակերպություններին, որտեղ կարծես թե նախնական ինչ որ քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր ի վիճակի են նման սարքավորումներ տրամադրելու եւ ֆինանսավորելու, կարծես թե կա։ Սա եւ երկրորդ։ Եվ երևի այսքանը ես ելույթում կան։ Տիկին Զորաբյան, շատ լավ առաջարկություններ։ Առաջարկում եմ, որ մենք ձևակերպենք այդ առաջարկությունը։ Մեր կողմից կարող եմ ձեզ երաշխավորել, մենք կմիանանք այդ առաջարկությանը։ Եթե ես ճիշտ հասկացա ձեր ասածը, հետևյալն է։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին հետևյալ 4 խնդիրներում աջակցություն ստանալու նպատակով։ Առաջինը՝ ընտրողների գրանցման սարքեր, երկրորդը՝ ծրագրային ապահովում կամ ծառայություն մատնահետքերի համադրման քվեարկության արդյունքում, երրորդը՝ տեսանկարահանում տեղամասերում եւ չորրորդը ամբողջ երկրում ընտրողներին արդյունավետ եղանակով անվճար ID քարտերի տրամադրում։ Ես դեմ չեմ, եկեք ձևակերպենք մեր ասածը, բայց պետք է մի բան խնդրեմ, ոչ բոլոր գործընկերները, որոնք այսօր ոչ բոլոր գործընկերներ են մասնակցում այսօր, այդ բեռը վերցնեք ձեր ուսերին, որպեսզի իրենք եւս դրա տակ ստորագրեն։ Մենք մեր կողմից երաշխավորում եմ իշխանական թևը պատրաստ է ստորագրելու այդ թղթի տակ։ Հարգելի գործընկերներ, այս պահի դրությամբ, քանի դեռ մեր սարքերը չեն միացած, մենք հիմա ձեռքով գրավոր հերթագրում կկատարենք եւ աղջիկը արդեն մոտենում է ձեզ, իսկ մինչ այս ցուցակը պատրաստ լինի, ես հիմա ձայն կտամ տիկին Ռոզաննա Մուրադյանին եւ դրանից հետո կշարունակենք։